դատաբժշկական եզրակացության մեջ նշված է, որ ծորակից անկյան շեղատակ ձգվում է մինչև վզի 1/3-ը, սա 19.5 սանտիմետր է, բայց եթե այսպես վերցնում ենք, դատաբժիշկները այս մասը այսքան տեղն են ցույց տալի, ծորակի մասը ցույց չեն տալիս, քրեական գործով չկա։ Դիակի զննման ժամանակ, այո, եղել է 8-ից 11 սանտիմետր, իսկ երբ որ դատաբժշկական կենտրոնն է հասել, արդեն դատաբժիշկը եզրակացության մեջ գրվում է 19.5 սանտիմետր։ Այնտեղ ունենք ցուցմունքներ, գոսպիտալի բժիշկների ցուցմունքներ, որ Տիգրանին այս վնասվածքը չի եղել, միայն մի կարմիր գիծ է եղել, դա են տեսել, այս վնասվածքը չի եղել, Տիգրանի մոտ այս վնասվածքը չի եղել։ Իմ տղայիս խեղտել են ու այս վնասվածքը սարքել, մեր կարծիքը դա է, մենք բազմիցս դատախազությունում ենք եղել, բոլոր տեղերն էլ, նույն վարկածն ենք մենք առաջ քաշում, որ այս պարագայում իրանք սարքել են այս վնասվածքը, հնարավոր չէր, եթե հոսանք կար, թող տրոս էր, որը որ սենց մաշկի այս վնասվածքով, պիտի տրոսի վրա մաշկի մնացորդ լիներ, ինչու չկա, թող լիներ ու մցնեին իմ աչքը, ես ասեի իմ երեխան էլեկտրահարվել է։ Այս վնասվածքները, որը դատաբժշկական եզրակացության մեջ չկա, սա էլ է հոսանքի, սա իմ տղայի ատամը, որ չկա ու դեպքից 2 ամիս առաջ գա, սա Սամավոլկա է գալի, մի օրով իր բարեկամի երեխուն տեսնելու, նկարվում են ու այս նկարը ես վիդեո կա, որը որ այս մեր նոր որոշման մեջ, մահվան պատճառ չռնելու մեջ, ես այս նկարները ու սա դիսկով հանձնեցի, միջնորդությամբ ներկայացրեցի հանձնաժողովին ու ասեցի, ես խնդրում եմ, մի հատ նայեք, դեպքից 2 ամիս առաջ ա եղել, որ կա ատամը, դրանից հետո չկա, որ իմ երեխեն ատամ ա գցել։ Սա ուրեմն դատաբժշկական եզրակացության մեջ կա համարը, որը որ մորաքույրը ուղարկել է ծանրոցը, վարորդի համարն է, հեռախոսի համարն է։ Սա դատաբժշկական եզրակացության մեջ նշում է, իսկ կապտուկները ձեռքի ոչ մի կապտուկներ չի նշում, ոչ մի կապտուկներ։ Հոսանքից ականջ ա ուռում, միայն ձախ ականջը, վնասվածքը աջ կողմում է, ձախ ականջը ոչ մի վնասվածք չկա նշած, դատաբժշկական եզրակացությունում ոչ մի վնասվածք չկա։ Սա ոտի բութ մատի տակի վերքը, որը 3 օր առաջ ինքը ստացել է, ու դատաբժիշկը հերքում է, ասում է, ստեղ վերք չի եղել, հոսանքն է այս վերքը բացել։ Սա իմիջիայլոց դատաէլեկտրատեխնիկական ու դատաբժշկական համալիր փորձաքննության ընթացքում երկրորդ փորձագիտական կենտրոնը, ՊՕԱԿ-ը տվեց հակասություն սրա պահով, որ այդտեղ էլեկտրոնից չկա։ Սա ինչի եք տանջամահարել երեխուս, ինչ ա արել։ Իսկ սա բացատրում են, որ կեղտ ա եղել, մաքրել են անցել է։ Ոտի տակի այս մասի կեղտը, ոնց կարար այս մասի տակի ներքին մասն է, ոչ թաթի մասն է, ոչ կրունկի։ Կեղտը միայն այստեղ ինչի է հավաքվել։ Սա իհարկե վզի մյուս, սա արդեն մեծացրած վիճակում, խնդրեմ Արունոտ Բերանը, ականջի ուռածությունը, ոչ մի բացատրություն չեն տալիս սրա համար, ոչ մի բացատրություն։ Լավ, եթե ոտի բութ մատի տակը, հոսանքը ստեղից դուրս է եկել, ստեղ ինչի է այս մասը զեղում, դա էլ չկա բացատրությունը, դատաբժշկական եզրակացությունում չկա։ Լեզուն ատամների արանքում քթանցքները լիքը, ասում են, ֆերշիլ օգնություն է ցույց տվել, հետ է տվել, մահացած վիճակում հետ է տվել,
ու ասում են մորաքույրը, որ ծանրոց է ուղարկե, մեջը քյաբաբ ա եղել, ընկերոջ հետ գնացել է ստացել, քյաբաբը ուտելով եկել են, բայց ստամոքսում չի եղել քյաբաբ, հերձելուց քյաբաբ չի եղել, վերջի անգամ, որ հետ ա տվել, քթանցներում եղել է կարտոշկա պյուրե, կամ ներկաները գտնված են եղել դիահերձարանում, դուրս են եկել, հարցրել են, ինչ ա եղել ստամոքսում, ասել են կարտոշկա, իսկ վկան, որը որ կա հիմա վկայություն ա տալի, մենք մորքուր, մենք միասին կերել են քյաբաբը, տղա ջան անուշ ըլնի քեզ որ կերել ես, բա իմ երեխու ստամոքսում չկա էդի, քթանցքներինը, իսկ դատաբժիշկը գրում է քթանցքները մաքուր են, իսկ դիահերձարանում մեր Այ խնդրեմ, նայեք վնասվածքը, որտեղից է գալի ծորակից, սա մեր կողմից նկարած նկարներն է, այսինքն, սա սարքած նկար է, սարքած վնասվածք է, ոչ թե նկար, այ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, սա մյուս ականջներ, իսկ սա որ ուռած էր, մյուս ականջը, հոսանքից մի ականջը ուռում է, մեկը մնում է, մինչև առ այսօր ես չունեմ դրանց պատասխանը, հիմա ես ու պրիտոմ սա էլ հոսանքի լարնա, որ գնում է, երկու տրոս է դուրս գալի տեղից, ոնց եղավ ես մի գիծը, ոնց եղավ, ոչ մի կերպ չի նույնիսկ արել էին փորձարարություն, առաջի քննիչ արել է փորձարարություն, որը որ հարմարեցրել է, իսկ ես նոր դատախազի հետ միասին, մենք գնացինք դեպքի վայր, նոր դատախազի հետ ներկայությամբ արեցինք փորձաքննություն, փորձարարություն, ինքը ներկա էր և ոչ մի ձևի վնասվածքը չէր համապատասխանում նկարներին։